Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեր համար մենք պատրաստել ենք, ուրեմն ուսումնասիրելու ենք մենք հին կտակարանից, Առակների գրքից 13-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 23-ից 25 համարները։ Եթե մեզ հետևում եք դուք ամեն շաբաթ, արդեն պարզապես նկատած կլինեք, որ մեր նոր տաղավարում ենք մենք եւ ավելի մասնագիտացված եւ ավելի բարձր որակի նկարահանումներ են կատարում ու մենք շնորհակալ ենք ձեր աղոթքների համար ու շնորհակալ ենք, որ Տերը մեր համար այս հնարավորությունը տվեց, որ կարողանանք մենք Տիրոջ խոսքը քարոզենք մի քիչ ավելի բարձր մակարդակի եւ բարձր որակի։ Ուրեմն հարգելիներս, ինչպես միշտ բոլորին ես քաջալերում եմ, երբ որ ստանում եք այս պատգամը, իհարկե դուք ինքներդ դիտեք ամբողջությամբ եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Ինչպես ես ամեն շաբաթ ասում եմ եւ բոլորին քաջալերում եմ, Աստծո խոսքը միմիայն եկեղեցու մեջի ղեկավարների պարտականությունը չի քարոզելը եւ ավետարանելը, Աստծո խոսքը բոլորիս պարտականությունն է եւ կխնդրեինք ուղղակի, որ դուք էլ այդ ձեր պարտականությունը կատարեք, որպեսզի Տիրոջ արքայության գործերը չմնան անավարտ։ Պարզապես Տերը իր գործը կանի եւ դրա մասին խոսք չկա, անկասկած է, բայց ամենայն դեպս բոլորիս պարտականությունն է, որտեղ եկեղեցին դրա համար է այս աշխարհում, որպեսզի Տիրոջ գործերն անի, երկնքի արքայության աշխատանքները եւ ավետարանի խոսքը պարզապես ավետարանը քարոզի, որպեսզի ով որ լսի, փրկվի։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք մեր սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, փառք ու շնորհակալություն ենք հայտնում Տեր, շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Քրիստոս իմ Տեր, աղոթում եմ ուղակի, որ մեզ օրհնես, զորացնես, Սուրբ Հոգով առաջնորդես այս սերտողությունը եւ աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար։ Աղոթում ենք նրանց առատորեն օրհնես ու բոլորիս քո խոսքերով աշակերտես։ Աղոթում ենք Հիսուսի անունով, ամեն։ Եկեք ուրեմն սկսենք մենք վերնագրից, բացատրենք, թե ինչ ենք ուսումնասիրելու։ Վերնագիրն է այսօրվա սերտողության կշտացիր Աստծով, որովհետև այս առակները մեզ բացատրում են մարդու ախորժակների մասին։ Գիտեք, 3 համարները այս առակների գրքի մեջ, կոնկրետ 13-րդ գլուխը 23-ից 25 համարները, խոսում է բավարարվածության մասին ու դաստիարակչության մասին։ Անհրաժեշտ է, որ մենք ապրենք Տիրոջ ներկայության մեջ ու բավարարված լինենք նրանով։ Աշխարհը մեզ ոչ մի երկարատև ու մնայուն բան չունի տալու, հետևաբար որն է մեզ բավարարելու ժամանակավոր այս կյանքը, թե հարատևությունը, հավիտենականությունը Աստծո հետ։ Ուրեմն նաև երբ որ ապրում ես Աստծո կամքի եւ Աստծո ներկայության մեջ, ապրում ես պարզապես երջանկության մեջ։ Եկեք սկսենք 23 համարից։ Ուրեմն 23 համարի մեջ գրած է աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։ Լավ, ինչ է ուզում մեզ սովորեցնի Աստծո խոսքը հենց այս համարով։ Գիտեք, որ անարդարը նաև իր ունեցվածքը, այն ինչ որ Աստված տվել է, որպես օրհնանք, չի տեսնում ու չի գնահատում։ Կարելի է ասել, որ աչքը թե ուրիշի ունեցվածքի վրա է եւ թե եղածը նա չի կարող հասնել եւ չի գնահատում։ Սա է կարևորագույն կետը, որ նա ինչ էլ ունի, ունեցվածքը իհարկե չի մնալու եւ փդելու է, քանի որ նա նույնիսկ չի օգտվում իր ունեցվածքից։ Պարզապես կարա լինի ուղակի անտեսումը, ինչ որ Աստված տվել է, կարա լինի, որ այդ անձնավորությունը ուղակի
ուրիշի ունեցվածքի վրա է կենտրոնացած, իրանով չի զբաղվում, իրանով չի հետաքրքրվում, եւ մեր համար նորություն չի էդի, եթե մենք վերցնենք ընդհանուր առմամբ աշխարհի բոլոր պատերազմները, պետք է ուղղակի շատ մանրամասն հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Փաստորեն ունեցվածքը չի բավարարում, թե ուղղակի պետքություն ունեն ընդլայնվելու։ Սա է կարևորագույն կետը, եւ դրա համար, երբ որ խոսքը մեզ բացատրում է, որ ունեցվածքին էլ իրանք չեն հասնի եւ կփդի չի, հասանելի չի լինի նրանց, կամ այսինքն այս դեպքում նորից կարդանք աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից, նաեւ ասեմ, որ ինչ որ Աստված տալիս է, բոլորին է տալի, արևը եւ անձրևը եւ բոլոր եղանակները եւ բոլոր օրհնանքները, գետնից բոլոր եկած պտուղներն ու պարզապես բանջարեղենը եւ ամեն ինչ որ Տերը տալիս է, հասանելի է բոլորին, չարին էլ, բարիին էլ, բայց քանի որ չարը աշխատում է անարդար, անազնիվ եւ մութ միջոցներով, Տերը նրանց օրհնանքն էլ կարող է իրենցից վերցնել։ Եվ եկեք հասկանանք հիմա թե 24 համարը մեզ ինչ է ասում։ Կարդանք գրած է. Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրություն է խրատում նրան։ Լավ, եկեք հասկանանք, թե ստե Տերն մեզ ինչ ունի սովորեցնելու։ Որպես ծնող կարելի է ասել, որ զավակը առանց դաստիարակության անկարելի է մեծանալ, որովհետև զավակը ինքը մեղավոր էություն է նա, ծնվում է մեղքի մեջ ու պարզապես տիրոջ պետքությունն ունի առաջի հերթին սրբվի, մաքրվի իր առաջին մեղքից եւ ապրի տիրոջ կամքով, հավատքով եւ ինչպես որ Տերը մեզ խրատում է, սովորեցնում է ավետարանների մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս, նա ասում է, որ պետք է վերստին ծնվենք։ Ուրեմն հասկանանք առաջի հերթին, որ յուրաքանչյուր երեխա, որ այս աշխարհ է մտնում, պարզապես իհարկե դրա համար ենք մենք ասում, որ եկեղեցու պարտականությունն է ավետարանել, պետք է ավետարանենք, որպեսզի նրանք Աստծո խոսքը լսեն եւ ինչ որ Սուրբ Հոգին նրանց սրտում կատարում է, որ ապաշխարության բերի։ Ու պարզ ասած, զավակին առաջի հերթին ծնողա պետք, որ հավատացյալ է եւ ծնողա պետք, որ ինքը նույնպես ծնողը ապաշխարած, վերստին ծնված, նոր մարդ եղած եւ արդարացած Հիսուս Քրիստոսով կարող է ազնիվ, արդար եւ տիրոջ կամքով զավակ մեծացնել։ Սա է ճշմարտությունը։ Բայց ամենայն դեպս, երբ որ երեխան ծնվում է, թե ծնողը հավատացյալ է, թե հավատացյալ չէ, ճշմարտություն կա, որ պետք է հետևել ու բանաձև։ Չդաստիարակես, երեխեդ չի դաստիարակվի։ Չդաստիարակես, կմեծանա նա անհարգալից, պետությանը դեմ գնացող, օրենքին դեմ գնացող ու բոլոր այսպիսի հատկանիշներ հանցագործության մեջ կարող է լինել եւ այլն կատարել հանցագործություն, այսինքն այսպես ասենք, ու պարզապես դաստիարակությունը անհրաժեշտ է, որ երեխուն ճիշտ ուղղության վրա դնել։ Իսկ եթե մենք նորից կրկնեմ, եթե մենք հետևում ենք ուրեմն հոգևոր կանոններին, նույնիսկ երեխուն բացի սովորական դաստիարակությունից, որ երեխուն բացատրես կրակի հետ չեն խաղում, դանակի հետ չեն խաղում, ասենց հասարակ բաներ, իրավունք չունես ձենդ բարձրացնես ծնողիդ նկատմամբ, տարական բոլոր այս կետերը, բայց նաև դրա հետ միասին մենք պետք է սովորեցնենք, որ այդ զավակը Աստված ճանաչի, Աստծուն հավատա, ապաշխարի, փրկվի եւ իր կյանքը տրամադրի Տիրոջը։ Սա է ճշմարտությունը։ Եվ Աստծո խոսքը մեզ է սովորեցնում, որ եթե զավակին չդաստիարակես, այդ զավակը կկորչի։ Եթե այդ զավակը չունեցավ Աստծուն, այդ զավակը կկորչի, պարզ ասած։ Եվ այսպես Աստծո խոսքը մեզ այս օրինակով բացատրում է կարևորությունը, երբ որ զավակը չի դաստիարակվում, ինչպիսի անձնավորություն է դառնում։ Եթե զավակը Աստծո կանոնների մեջ չի ապրում, ուրեմն այդ զավակը անպիտանի զավակ է եւ վերջավորությունը որն է ցավ է բերում ծնողի համար։ Եվ
պարզ ասած ոչ մի ծնող ցանկություն չունի եւ չի նախընտրում տեսնի իր երեխու ցավը։ Պարզապես յուրաքանչյուր ծնողի համար ցավալի բան է, որ այսպիսի իրավիճակում գտնվի, բայց յուրաքանչյուր երեխա, որ ձախողում է, կարելի է ասել, որ միգուցե ծնողը մեղք ունի այդ խնդրի մեջ, այդ իրավիճակի մեջ։ Իսկապես նա դաստիարակեց, թե չդաստիարակեց իր զավակին։ Եվ եթե չի դաստիարակի իր զավակին, լավ, եկեք հասկանանք ինչ կատարվեց։ Եթե բացի թող վիճակա, եթե երեխան դասը չի սովորում, եթե երեխան հարգանք չունի իր մեծերի նկատմամբ, իր քրոջ, եղբոր նկատմամբ եւ տատիկի, պապիկի, բոլոր բարեկամների, հորեղբայր կլինի, մորքուր կլինի եւ այլն, նշանակություն չունի։ Հասկացողություն հարգանքի, հասկացողություն ճշմարտության եւ ճիշտն ասած կարելի է ասել, որ երբ որ Տիրոջ կանոնների մեջ ես, պարզապես նույնիսկ այն հարգանքը, որը մեծերի եւ այսինքն այն իշխանության վերաբերյալ, որտեղ ծնողներն էլ հանդիսանում են որպես իշխանություն, Աստծուց տրված, օրհնված, քանի որ Աստված ստեղծեց մարդուն եւ կնոջը եւ օրհնեց նրանց եւ հաստատեց առաջի կառույցը, որը ընտանիքն է։ Ուրեմն եթե զավակը հարգանք չունի, զավակը չի մեծանում Տիրոջ կամքի մեջ եւ անդաստիրակ ու վայրի վիճակում է նա, դա գնահատելի, ոչ էլ հպարտանալու բան չի։ Կարող եմ ձեզ մի օրինակ տալ, ուրեմն ես մի անձնավորության հետ էի խոսում եւ նա ուղղակի հպարտանում էր, որ իր երեխան մինչև գիշերվա ժամը 12-ը իր հետ նստում է եւ ասեմ ձեզ այդ երեխու տարիքը ընդամենը 4 տարեկան էր եւ պարզապես ծնողը այդ երեխուն չի դաստիարակում, կարգ ու կանոն չկա նրանց ընտանիքի մեջ եւ ով ոնց ուզում ապրում է, պարզապես այդ իրավիճակում եւ այդ երեխան այդ դաստիարակությունից կամ դրա պակասության պատճառով այդ երեխան նախ առողջ չի մեծանա, նյարդային համակարգը պարզապես խանգարված կլինի, երեխուն քնել է պետք, հանգստանալ է պետք եւ այսի օրինակ է շատ ամենաչնչին եւ փոքր տեսքով, որ ուղղակի ամենապարզ ու տարական բանում էլ դաստիարակություն է պետք եւ ճիշտ մոտեցում է պետք։ Ու հիմա Տիրոջ խոսքը մեզ ասում է, որ եթե չանես այն ինչ որ քո պարտականությունն է, հետո ուշ է լինելու։ Եվ այդ գավազանը դաստիարակչության միջոց է, եւ այդ նույն գավազանով էլ մեր Տերն է մեզ դաստիարակում։ Հիմա եթե մենք Աստծո խոսքից հակառակ գնանք, մեղքի մեջ լինենք եւ մեղավոր կյանքով ապրենք, անենք այս կամ այն, որը Աստծուն հաճելի չի, բայց եթե մենք համարվում ենք քրիստոնյա, մեր Տերը մեզ ինչպես է վարվելու մեր հետ։ Առաջի հերթին կարելի է ասել, եթե Տիրոջն ես, ուրեմն ավելի զգոն ես եւ Տերն է քեզ առաջնորդում։ Բայց լինում է երբեմն քրիստոնյայի կյանքում էլ նույնպես, երբ որ ժամանակ է գալի, որ միգուցե սայթակում է կամ սխալվում է, վրիպում է եւ դրա պատճառով էլ հնարավոր է մի պա գոնե Աստծուց միգուցե հեռվանա կամ սխալ ճանապարհով գնա, ինչպես տեսնում ենք անառակ որդու օրինակով, որ մեզ Հիսուս Քրիստոսն է սովորեցնում ավետարանի մեջ, բայց նա երբ իր սխալը հասկանում է, վերադառնում է եւ վերամիավորվում է իր հորը եւ հոր ընտանիքին։ Ու դա օրինակ է, որ երբեմն քրիստոնյաներ կարող են Աստծո խոսքից հեռվանալ, բայց միևնույնն է վերջում նրանք պետք է վերամիավորվեն իրենց Աստծուն։ Եվ այդ կատարվելու է գավազանով, կատարվելու է դաստիարակելով եւ դա Աստված կանի, որպեսզի մեզ կարգ ու կանոնի մեջ պահի եւ բերի հետ իրեն։ Անցնենք մյուս համարին, ուրեմն վերջի համարը 25 համարն է։ Տեսնենք ինչ է Տերը մեզ սովորեցնում 25 համարի մեջ։ Այստեղ գրված է. արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն ունենա։ Փաստորեն այսպես, ուրեմն մարդ երբեմն ասում են, որ երկու ոտանի գազանն է, երևի լսած կլինեք այդ արտահայտությունը, կամ ասում են նույնիսկ երբ որ կենդանին կշտանում է,
շուրջը չի նայում, բայց մարդը, երբ որ ուտում է, միևնույնն է, չի կշտանում եւ անընդհատ ախորժակը իր աշխատում է, որպիսի ավելին եւ ավելին ունենալ։ Բայց ասեմ ձեզ, երբ որ ապրում ենք մենք Տեր Հիսուս Քրիստոսով, մեր Աստծո, մենք ինչ ենք անում, մենք բավարարված ենք մեր Աստծով։ Եվ քանի որ մենք բավարարված ենք մեր Աստծով, ուրեմն կուտենք, կստանանք սնունդը Աստծուց, նաև ասեմ Աստծո խոսքն է, որ կստանանք, եւ դա մեր համար բավարարվածություն կտա։ Այսինքն ինչ է նշանակում, ավելի հստակ ու պարզ կերպով բացատրենք։ Երբ որ Աստծունն ես, երբ որ ապաշխարած ես, երբ որ արդարացած ես Հիսուս Քրիստոսով եւ վերստին ծնունդ ունես ու նոր մարդն ես համարվում, քո ախորժակը, այսպես ասած, միայն Աստված է, որ երբ որ բացում ես Աստծո խոսքը, կարդում ես, հագեցած ես դուրս գալի։ Իմ համար հարգելիներս ասեմ, որ շատ հաճելի է, երբ որ ես նստում եմ սերտողություն եմ պատրաստում ձեր համար, որովհետև նախ ես եմ օրհնվում, երկրորդ հերթին էլ բավարարվածություն եմ զգում եւ ես կշտանում եմ Տիրոջ խոսքով։ Եվ քանի որ կշտանում եմ ու բավարարված եմ ես, ինձ ուրիշ բան այլևս պետք չունեմ ես, որովհետև ես ունեմ Աստծուն եւ իմ համար դա հերիք է։ Եվ այսպես ուրեմն մեր նաեւ աչքերը դուրսը չի լինի, ուրիշի ունեցվածքի վրա չի լինի։ Եթե մենք արդարացած ենք, մենք չենք մտածելու մեր հարևանի գույքը կողոպտենք կամ հարևանի գույքին տիրանանք։ Մենք ինչ որ Աստված տվել է, գիտենք, որ տրված է Աստծուց, շնորհակալ ենք դրա համար եւ դրանով էլ մենք ապրում ենք ու փայփայում ենք դա։ Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը։ Ու հետեւաբար, երբ որ հավատացյալ ես եւ ապրում ես Աստծո կամքի եւ զորության մեջ, նույնիսկ ասեմ, որ այն անհաշտությունները, այդ պայքարները, որ ավելին եւ ավելին բարձրանաս ու հասնես, դա էլ է մեղմանում եւ ընդհանրապես ասած, ինչ որ Տերը տալիս է, դրանով ենք մենք բարձրանում։ Սպասում ենք Տիրոջ փառքին եւ զորությանը, որ մեր կյանքի մեջ նա իրականացնի։ Մենք մեր ձեռով չենք պայքարում աշխարհի դեմ, որ հասնենք ինչ որ մի բանի, որ փուջ է եւ մեկը միևնույնն է, չենք բավարարվելու։ Սա է ճշմարտությունը։ Դրա համար ասեմ հարգելիներս, ինչ ունենք մենք ընդհանուր առմամբ հասկանալու այս խոսքերից։ Առաջի հերթին արդարի եւ անարդարի տարբերությունն է։ Առաջինը ով է արդարը եւ ով է անարդարը։ Եթե հետևում եք մեր սերտողություններին եւ մեր չորեքշաբթի օրվա սերտողություններին նամանավանդ առակների գրքից գիտեք, որ նա ով ապաշխարած է, Տիրոջն ընդունել է, նոր մարդ է համարվում, վերստին ծնունդ ունի, դա է համարվում արդարացած եւ արդար անձնավորությունը։ Մենք մեզանով չենք արդարանում, մեր գործերով չենք արդարանում, այլ մենք Հիսուս Քրիստոսով ենք արդարացած, ինչպես որ մեզ Պողոս առաքյալն է սովորեցնում։ Եվ այս պահին այդ արդար անձնավորությունը ապաշխարած նոր մարդը Հիսուսով եւ Հիսուս իր մեջ ապրող այդ անձնավորությունը նախ եւ առաջ իր ունեցվածքը տենում է, հարգում է Տիրոջ բոլոր օրհնանքները, ինչ որ Աստված տալիս է մնայուն է, ինչ որ Աստված տալիս է օրհնված է եւ պարզապես այդ նույն անձնավորությունը արդարը դաստիարակում է իր զավակներին ճիշտ ձևով, Աստծո օրենքներով եւ կանոններով եւ երախուն ուղում է դեպի Հիսուս Քրիստոս։ Եվ վերջում ինչ էլ որ ունի, ուտելուց, ստանալուց ասենք, պարզապես նա բավարարված է, որտեղ փառք է տալի իր Տիրոջը ամեն ինչի համար։ Ուրեմն հարգելիներս, աղոթում եմ, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, եթե դուք չեք ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, այսօր այս պահը, այս ժամանակն է, որ դա անեք եւ հասկացեք, որ շատ մեծ արարողություն չի, պարզապես ինչ է պետք անել։ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարներում, ասում է սրտով ես հավատում եւ հավատքով արդարանում ես, արդարացած ես եւ բերանով էլ խոստովանում ես փրկության համար։ Նաեւ ասեմ ձեզ, որ 11 համարի մեջ էլ ասում է, որ ով որ հավատա Հիսուսին կփրկվի։ Ուրեմն ինչ ունենք մենք անելու։
Նախ պետք է ճանաչենք մեր Տիրոջը, ընդունենք Հայր, Որդի, Սուրբ Հոգի, ընդունենք Հիսուսին որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Խնդրենք, որ Հիսուս մեր մեղքերը ների եւ մաքրի մեզ սպիտակ ձյան նման, գրի մեր գիրքը կյանքի գրքի մեջ իր։ Եվ աղոթենք ու խնդրենք, որ Տերը մեր սրտում բնակվի ու իհարկե զղջանք մեր կատարած բոլոր մեղքերից, մաքրի մեզ, սրբի մեզ եւ խնդրենք, որ Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ։ Եվ Սուրբ Հոգին էլ մեր մեջ բնակվելը նա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ կնիքն ունենք մենք ապաշխարության, կնիքն ունենք փրկության։ Սա է կարևորագույն կետը, եթե անեք, պարզապես կփրկվեք, եւ դրանից հետո մկրտությունն է որպես արտահայտություն հանդիսավոր կերպով մեր հավատքի եւ այն խորհրդանիշը, որ մեզ ջրի մեջ դնում են, սուզվում ենք ջրի մեջ եւ վեր են կենում, մեր հին մարդուն թաղում ենք նոր մարդուն, որպես նոր մարդ մենք հարություն ենք առնում այս օրինակով, այս խորհրդանիշով, եւ ով է մեր մեջ ապրում, Հիսուս։ Եվ մեր ինքնությունը արդեն դառնում է Հիսուս Քրիստոսը։ Այս չորեքշաբթի օրվա համար այսքանը, նորից աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի, հույսով ենք, որ այս պատգամը ձեր համար օրհնանք է։ Ամեն։